Մտքերի փոխանակում։ Ես շատ կարճ կարձագանք եմ, որովհետև եկեք այդ ինստիտուտը պահենք, որովհետև Տիկին Մանասյանը բաներ ասաց, որ հա ճիշտ էր 22 թվականը ես 24 պիտի ասեի, որովհետև մյուս դեպքը մեջ բերեցի, Ալավերդիում դեպքը տեղի ունեցել 2024 թվականի փետրվարի 10-ին, քաղաքացի Զորայր Շահվերդյանի մեքենան էին կանգնացրել եւ իր նկատմամբ դատավճիռը, այսինքն ներողություն, կալանքի որոշումը կայացվել 2025 թվականի արդեն փետրվարին նոր, բայց դեպքը տեղի ունեցել 24 թվականի։ Ահա, հիմա անդրադառնանք ձեր ասած այն, որ ասացիք անուններ, մեր գործընկերները հիմնականում ասում են, որ ճիշտ կլինի կամ ձեզ հուշում են ռեկոմենդացիա են անում, որ չարժե, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ հենց մեր գործընկերները, ձեր գործընկերները հենց իրենք անվանական շատ անդրադառնում են եւ Freedom House-ը, եւ Human Rights Watch-ը, եւ նաեւ ԱՄՆ դեպարտամենտ անվանական դեպքերին անդրադառնում են, եւ հետեւաբար մենք նաեւ առիթ ենք ունենում ծանոթանալու, թե կոնկրետ իրենց որ դեպքերն են հետաքրքրում որպես նախադեպ, սա ուղղակի ռեպլիկի կարգով եւ նաեւ ուզում եմ հետաքրքրվել դուք լրագրողների գործով ասացիք այո այդ մասով ձեր անդրադարձը կա բայց նաեւ դուք երևի թե տեղյակ եք որ լրագրողների նոթիակից իրենց սահմանված վայրի գործունեության վայրից հեռացնելու բռնությամբ հեռացնելու նախադեպը կրկնվել է եւ մոտ 10 օր առաջ է նորից նույն դեպքը եղել երբ որ լրագրողները Անդրանիկ Քոչարյանի պաստառնային փորձում պահել որպիսի ներքևում կառավարության ղեկավարը տեսներ եւ ակցիային փորձում իրականացնել, ուղակի բռնությամբ լրագրողներին հեռացրեցին իրենց սահմանված օթյակից, արգելելով իրականացնել լրագրողական ակցիա, ոչ թե քաղաքական, այսինքն իրենց իրավունքների բարձրաձայնում։ Եվ նաեւ ուզում եմ վերջում երևի վերջով դրանով սահմանափակել իմ խոսքը, որ ես լրագրողներից նորից ահազանգ ստացա, բայց այստեղ չի կոնկրետ լրագրողը ում հետ տեղի ունեցել դեպքը, բայց դա կրկնվում է էլի օթյակի հետ կապված, որ վարչապետի անվտանգության աշխատակիցները արգելում են վերևից նկարել Նիկոլ Փաշինյանին, համարելով դա անվտանգային խնդիր։ Այն դեպքում, երբ որ ապակիներով է փակված եւ ընդհանրապես իրավունք չունի անվտանգության աշխատակիցը լրագրողին իր սահմանված վայրում, իրեն հատկացված աշխատասենյակում, այսպես ասած, արգելել որևէ գործողություն։ Այդ արգելքը տեղի է ունեցել Newsem կայքի լրագրողի հետ, ուղղակի այստեղ չի Ռուզաննան, որ մեջբերում անի, բայց խնդրում եմ ես որպես ահազանգ ընդունել, որովհետեւ սա շատ անթույլատրելի է։ Մի կողմից բռնությամբ տանում են, հետո մի հատ էլ ասում են, չէ, դու մի նկարի։ Ես շատ կարճ կպատասխանեմ, մասնավորապես անդրադառնալով Freedom House, Human Rights Watch եւ այլ կազմակերպություններին, կուզանամ, որպեսզի հանրությունն էլ պատշաճ պատկերացում ունենա եւ նաեւ մեր պետական իրավասու մարմիններն էլ։ Սրանք մի փաստաթություններ չեն եւ սրանք միավորված ազգերի կազմակերպության կողմից գնահատման ենթակա հաստատություններ չեն։ Ես անդադ սրա մասին խոսում եմ եւ կարծես թե մենք դեռևս չենք կարողացել պատշաճ ընկալում ձևավորել այս տարբերությունների հետ կապված։ Մի փաստաթությունները հասարակական կազմակերպություն չեն, մի փաստաթությունները համանման կազմակերպություններ չեն, իրանց վրա տարածվում են առանձնահատուկ պահանջներ եւ մեթոդաբանություն իրենց գործունեությունը իրականացնելու համար եւ այդ պահանջները շատ ավելի խիստ են, քան մյուս կազմակերպությունների նկատմամբ կարող են տարածվել։ Հետեւաբար Freedom House-ը, Human Rights Watch-ը լինելով մեր լավագույն գործընկերներից եւ ոլորտում լավագույն կազմակերպություններից, իրենք շատ ավելի ազատ են իրենց գործունեությունը այդ ձևաչափով իրականացնելու դիտանկյունից, թեպետ իրենք էլ ունեն որոշակի սահմանափակումներ, քան մենք, որովհետեւ մեր գործունեությունը նաեւ կուզանամ նկատի ունենանք գնահատվում է միավորված ազգերի կազմակերպության կողմից եւ գնահատվում է հստակ մեթոդաբանությամբ եւ ոչ միայն իհարկե իրենց կողմից նաեւ մի շարք այլ կազմակերպություններ կան, որոնք այս հարցերի վերաբերյալ դիտարկումներ են իրականացնում։ Նշեմ, որ քանի որ դեպքի վերաբերյալ նշել էի 2022 թվականին տեղի ունեցած դեպք է, ես դրա համար ի սկզբանե ասացի, որ դեպքը չի կարող ներառված լինել մեր տարեկան զեկույցի շրջանակներում, եթե խոսքը վերաբերում է 2024 թվականի դեպքին, նկատի ունեցեք, որ անհնար է, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը մեզ դարձած լինի հասանելի թե զանգվածային լրատվության միջոցներով, թե նաև մեզ դիմող անձանց կողմից եւ մենք դրա վերաբերյալ հաղորդում նախ գլխավոր դատախազություն չներկայացնենք, հետո պարզաբանումներ չպահանջենք եւ բնականաբար դա համակարգային խնդիրների թվում չդիտարկենք, հետեւաբար պարզապես բացառում եմ նման հնարավորությունը, որովհետեւ շատ լուրջ են այս ոլորտները հատկապես մշտադիտարկում։ Լրագրողների նոթիակից հեռացնելու հետ կապված կարծում եմ նույն դեպքի վերաբերյալ է խոսքը, երբ ես ինքս հայտարարություն եմ տարածել նաև այս հարցի հետ կապված, վերջին հատվածը երբ նշեցի օթյակից նկարելն արգելելու մասով, ես կխնդրեմ ինձ մի քիչ ավելի հիմա չէ իհարկե, նիստից հետո ավելի մանրամասն տեղեկատվություն կամ իմ գործընկերներին կխնդրեմ կհավաքեն դեպքի հետ կապված, նշեմ, որ այո, շատ կարևոր է, որպեսզի հասանելիությունը իհարկե լրագրողները ունենան, պարոն Պարսիլյան, ձեր կողմից նշված անձնական տվյալների պաշտպանությունն էլ իրականում շատ կարևոր դերակատարություն ունի, սա իհարկե չի կարող հիմք հանդիսանալ ի սկզբանե բացառելու համար լրագրողի
լրագրողների պատշաճ գործունեությունը, բայց նաև լրագրողները իրոք պետք է նկատի ունենան, որ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում այն ամենա ոչ պատշաճ մակարդակով կարգավորված հարցերից մեկն է, ընդ որում ասեմ ոչ միայն անձնական մակարդակում, նաև պետական մարմինների համատեքստում, նաև ընկալումներն են շատ այսպես ոչ պատշաճ եւ ձևախեղված անձնական տվյալների պաշտպանության առումով շատ դեպքերում օրինակ կարող ենք իրավիճակի հանդիպել, երբ մարդիկ նույնիսկ չպատկերացնեն, որ օրինակ բժշկական գաղտնիքը այսինչ տեղեկատվությունը հանդիսանում է բժշկական գաղտնիք եւ նույնիսկ քո գործընկերոջ հետ չի կարելի դրա մասին խոսել պարզապես, քանի որ այս տեղեկատվությունը բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվություն է ու մի շարք այլ նմանատիպ հարցեր, հետեւաբար իրականում այստեղ պետք է հավասարակշռվի այս process-ը, բայց նաև կոնկրետ դեպքի հետ կապված, քանի որ ինձ ծանոթ չէր դեպքը, անմիջապես նիստից հետո տեղեկատվությունը կճշտենք եւ սրա վերաբերյալ բնականաբար մեր գործառույթները կիրացնենք։ Շնորհակալություն։ Նաև կարծում եմ դուք էլ տեղեկացված կլինեք ընթացքում։